Էս են մեծ հարցն է, որ ես տենց էլ մինչև վերջ չկարացա կարդամ, հետևաբար ինձ խնդրում եմ ուղարկեք։ Հա, Նազարյան Էդգարն է donation-ով էլ այդ ջան պրիվետ նորից մերսի ապե։ Որ ասում հանգիստ չես մնում էլի աղբերես։ Տարապ։ Ուրեմն կարդանք հարցը։ Բարև Նարեկ ջան, մեկ հետաքրքրության համար երկրորդ նախագահի ճակերտավոր աջակիցների պոստերն եմ հետևում ու նկատեցի, որ վերջին օրերին դրանցից առնվազն մեկը հիմա էլ դաշնակցությանն է անհիմն ու անպատճառ անհարգալից ձևով քննադատում։ Օրինակ երրորդ նախագահի հետ ասոցացվող պայմանական դուք, եթե առանց հիմնավորումների նմանատիպ հակակարոզ սկսեք պայմանական դաշնակների կամ Վանեցյանի նկատմամբ, իմ մոտ ու վստահ եմ ձեր համախոհների մեծամասնության մոտ առնվազն հարցեր կառաջանան ձեզ։ Ինչով է պայմանավորված երրորդ նախագահի հետ ասոցացվող քարոզիչներից, ես այս բառից չեմ նեղվում, նաև եթե մեզ է վերաբերում, բայց ոնց որ մեզ չի վերաբերում, համախոհների կողմից, քարոզիչների կամ համախոհների կողմից նման բարձր պատասխանատվության մակարդակ պահանջելու հանգամանքը եւ հարգելի երկրորդ նախագահի հետ ասոցացվող քարոզիչների նման ցածր պատասխանատվության զգացումը։ Տպավորությունը 18 թվից սկսած երրորդ նախագահի աջակիցները նույն փոքրամասնությունը անընդհատ ու անարդյունք պայքարում են նույն Սերժ Մերժող անպատասխանատու ու պատասխան չպահանջող նիկոլիստների դեմ։ Հայկ ջան, անկեղծ չգիտեմ, դու մենք ծանոթ ենք անգամ թե չէ, որտեվ ըստ էության առաջին անգամ է երևի sense մեծ հարց։ Անկեղծ ասած, այս հարցը հիմա որ sense նայում եմ ու ավելի շատ եմ այս վերջի հատվածը չէի կարդացել, հիմնական իմաստը պարզ է։ Ես չգիտեմ, այդ երկրորդ նախագահը պետք է կարծում եմ ինքը իր մենեջի հետևանք է, էլի։ Ընդհանրապես ես ասեմ, երկրորդ ու երրորդ նախագահների մեջ կա շատ մեծ տարբերություն ու մարդկային բաների մեջ է, էլի տարբերությունը։ Որակական ընկալումների մեջ է տարբերությունը։ Վատ իմաստով չեմ ասում, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ ես երբեք անձնական որևէ մեկի չեմ վիրավորել ու չեմ էլ պատրաստվում վիրավորել։ Սերժ Սարգսյանի մոտ քաղաքական ու առհասարակ մարդկային հարաբերությունները, քաղաքականության մեջ մարդկային հարաբերությունները առաջի պլանում է։ Շատ բարդ է իրականում, ասեմ ձեզ, երբեմն վստահ եմ եղել են տենց իրավիճակներ, որտեղ քաղաքականությունը լրիվ ուրիշ բան է թելադրել, բայց բարոյական ընկալումները Սերժ Սարգսյանի ուրիշ բան են թելադրել։ Ինքը գնացել է բարոյական ընկալումների ճանապարհով։ Ու այս շատ, չգիտեմ, շատ ցայտուն տարբերություն է երկրորդ ու երրորդ նախագահների մեջ։ Մի անգամ երրորդ նախագահ այս խառը թեմ ունեցել մի անգամ էլ ասելու, նստած միասին, այդ դեպ այս դիմադրության շարժման ժամանակ էր։ Բանում վրանում բան էինք ուտում։ Ասաց Նարեկ մի հատ բան ասեմ քեզ, ասեց, ես իդեպ պատճառ կար այդ ասելու, համար ես ասում եի սոված չեմ, բայց իրականում տենց ստիպվածի բան չկար, էլի, այսինքն ես չէ որ ստիպված էի, բայց սոված չէի, հետո նախագահը բան պատմեց ու ասեց, լսի, ես կյանքիս մեջ վերջին 40 տարվա մեջ չեմ հիշում երբ եմ վերջի անգամ մենակով հաց կերել։ Ու դա իմ վրա ավոր բան ազդեց, էլի։ Հետո որ մտածեցի դրա մասին, հասկացա նախագահը ինչ է ասում, ու իրոք Սերժ Սարգսյանը տենց մարդ է։ Իր մոտ մարդկային հարաբերությունները, պատասխանատվությունը խիստ կարևոր է։ Խստագույն կարևորության տակ է դրած։ Առաջին գծում է։ Սերժ Սարգսյանը, այո, ես համոզված եմ, որ լրիվ ճիշտ էր ասում, վերջին 40 տարվա մեջ հաստատ մենակ հաց չի կերել։ Ու սա այն մենակ հաց ուտելու մասին չի, էլի, սա առհասարակ ընկալման տարբերության մասին է։ Ձեզ մի բան ասեմ, ես եթե Սերժ Սարգսյանին որևէ բան պետք է ասեմ, ես դա 100 տեղից պիտի ճշտեմ նոր ասեմ։ Ու դա ես չի որ ես ինչ-որ բանից վախենում եմ կամ բան, ինչ-որ բան նախագահին պետք է ասեմ պարոն նախագահ, գիտեք, sense բան կա, դա 100 տեղից պետք է ճշտեմ։ Ոչ միայն Սերժ Սարգսյան առհասարակ որևէ տեղում ինչ-որ մի բան ասելուց, բայց հատկապես երբ որ ես ինչ-որ նախագահ ինչ-որ մի բան պետք է ասեմ, ես պետք է 10 տեղից ճշտեմ դա։ Որտեւ եթե ես հանկարծ սխալ բան ասեմ, հետո ես չեմ ներ, որտեւ ես գիտեմ, որ ինքը դա 100% կիմանալու է, որ դա այդպես չի։ Իսկ երկրորդ նախագահին ես գիտեմ դեպքեր, որ ասել են մի հատ հիմարություն, ինքը հավատացել է դրան ու գնացել է այդ ճանապարհով։ Իրա կողքի մարդիկ կներեք, էլի, իրոք համեմատելու չեն։ Խոսքի դեպ նաև high level բանի մասին է, էլի։
մարդկանց մասին է խոսքը, այն տակի քարոզիչների սաղ տեղերում կան վատ բաներ, ստատուս գրողներ կան, բոլոր տեղերում կան այդ որակը, որ բացասական որակի է, օրինակ ասում են քաքի բոշկա էս ինչ ինչ, դրանց քիչ չենք անդրադառնում անվանական, դրանք չկան այդքան որ անդրադառնաս։ Բայց այն վերևի մարդիկ էլ անգամ տարբերություն կա շատ։ Իդեպ ասեմ մի հատ հետաքրքիր բան, այդ վերևի մարդկանց մոտ 90% Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Սերժ Սարգսյանի իշխանության հանրապետականի հետ աշխատել է, հանրապետականի տակ աշխատել է։ Հարցը դա չի։ Հարցն է, որ ես իմ երևի թե մարդկանց ընկալումների տարբերությունով է պայմանավորված իրանց բանը ոնց է։ Ասում եմ ես վստահ եմ իշխանության ժամանակ էլ հիմա հատկապես շատ են եղել դեպքեր, որտեղ Սերժ Սարգսյանը չի առաջնորդվել քաղաքականությամբ։ Առաջինը դրել է բարոյականությունը։ Լավ է, վատ է, իմ կարծիքով շատ դեպքերում վատ է։ Ես միշտ ասել եմ, երրորդ նախագահի մեծագույն առավելությունը իր այդ բարոյական պատկանելիությունն է, որին ինքը պատկանում է, այդ ընկերական ընկեր ունենալու արվեստը, ընկերություն անելու արվեստը, հարազատություն անելու արվեստը, երբեք ընկերոն չենք թիմակցին չգցելու արվեստը, որը որ Սերժ Սարգսյանի մոտ դա ահավոր high level-ի է։ Բայց միաժամանակ դա նաև ամենամեծ թերություններից մեկն է։ Երրորդ նախագահի կառավարման տարիների, այս տարիների, որտեղ շատ բաներ կա, որ երրորդ նախագահը պրոստը չի թողում որևէ մեկ անի, այն դեպքում որ իր հանդեպ 10 անգամ անարդար բան են անում, դու ուզում ես պուճուր մի տոկոսանոց համարժեք բան ես, ասում է ոչ։ Սա չի կարելի անել։ Դե մի արա։ Ես ականատես եղել եմ տես դեպքերի, մինչև հատկապես իմ նեմնիմին սկսելու ժամանակահատվածում, իմ նեմնիմի ընթացքում է շատ տեղերում, երբ որ այս Սերժ Սարգսյանի այդ կտորը խանգարել է։ Դու գիտես սրա համարժեքություն կարել նա ինչ են անում, ես ինչն ասում եմ, ասում եմ Իվանյան, արա, ես իր տունը, այս ինչ մարդու հետ հաց եմ կերել, всё։ Դա երրորդ նախագահի մեծագույն առավելությունն ու նաև թերությունն է։ Այն մյուս կողմում այդ չկա, ես այդ մյուս կողմում մի քիչ ուրիշ ձև է, այն մյուս կողմում ավելի ժոստկի է, ավելի չոր է, ավելի բան է։ Երևի թե նաև այդ է պատճառը, որ նաև տակի մարդիկ են տարբեր։ Չգիտեմ, այդ տարբերությունը նաև ազդում է դրա վրա, ես շատ ցավում եմ, բայց այդ վերջի հատվածը շատ ճիշտ եք գրել, այո, երկրորդ նախագահի շուրջ հավաքված են մարդիկ, ովքեր 18 թվականին Նիկոլին իշխանության բերելու ճարտարապետներն են։ Իդեպ շարքայիններից մինչև բարձր բանի մարդիկ, որոնք եղել են այդ ժամանակ իշխանությանը գցելու կողմնակից եւ գցել են իշխանությունը։ Ցավոք սրտի տենց է։ Այո, երկրորդ նախագահի շուրջ հավաքված են նման մարդիկ եւ երկրորդ նախագահը դրա դեմ ոչ մի բան չունի, որտեղ ինքը եւս 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանապողությունը ողջունողներից մեկն է եղել, իր գրքում դա գրած է։ Դա ողջունել է նշանակում։ Okay, նորմալ է։ Պրոստը նորմալ չէ, որ մարդիկ սկսում են հերքել դա։ Ասում չէ, այդպես բան չի եղել։ Ախպես մնում դուք դեր ոնց եք, ինքը Քոչանին իրանք իրանց մեջ ոչ դեն ասում, էլի։ Ձեր ոչնի բանը չեք կարդացել ձեր ցավը տանեմ։ Իրանք իրանց մեջ ասելով բաներ էլի, այդ տակի քարոզիչները։ Չեք կարդացել ձեր ասած այն մարդու։ Գրելա, չէ, ողջունելա։ Նիկոլը կարողացավ համաժողովրդական բանը համախմբել, մեծ բան անել եւ այլն։ Էսա, Հայկ ջան, ու ցավում եմ ես, որ սա կարանք մին կողմ դնենք։ Կարանք մին կողմ դնենք այս ամեն ինչը, սրա մասին հիշենք իշխանապողությունից երկար ժամանակ հետո կամ ընդհանրապես չհիշենք։ Եթե չլիներ այս վերջին շրջանի էքսցեսները, որը ուղիղ պայմանավորված էր երկրորդ նախագահի ասուլիսում հնչեցրած կանաչ լույսից, տրված կանաչ լույսից, որ նորմալ աղբերի չեք ուզում, կանաչ չսիրեն իրար բան sense ինչ-որ, որը դարավ մեծ բախման հետևանք։ Հետո դա ստացավ տարանջատում բառը, հետո եսիմինչ, այսօր էլ որ անաղմուկ է, թու, այս մայնդրությամբ ավելի բուրին չի շարունակվում, էլի, այն ինչ-որ կարար ավելի շուտ կանգնել ու ընդհանրապես այս վիճակին չհասնենք։ Այս էլ ես մասով, մյուս հարցը